Դուք կարող եք վստահ լինել, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա պահպանվում է շատ աջալուրջ եւ ծախսվելու է ըստ նպատակի։ 7 տարի առաջ Փաշինյանի այս հայտարարությունը ծափերով ողջունած քաղաքացիները ինչ իմանային, որ պետական բյուջեին վճարված ամեն մի դրամ, ամեն մի լումա, որ ամեն լումա չի պետական բյուջե մտնելու։ կանության վերաբաշխում Ինֆոկոմն է պարզել, որ 2023-ից 25 թվականների ընթացքում 3 տարի Փաշինյանի կառավարությունը ավելի քան 200 ընկերությունների շնորհել է մաքսային արտոնություններ, նրանց ազատելով ավելի քան 149 միլիարդ դրամ մաքսատուրքից։ 1 տրիլիոն 645 միլիարդ դրամի ներմուծված հումքի և սարքավորումների համար։ Ըստ լրատվամիջոցի վերջին 3 տարում Փաշինյանը պետբյուջեի հաշվին մաքսային ճոխ արտոնություններն ամենաշատը շռայլել է գործարար Սամվել Ալեքսանյանի, Կարեն և Միքայել Վարդանյան եղբայրների բիզնեսներին։ Սամվել Ալեքսանյանը 25.5 միլիարդ դրամ, Կարեն և Միքայել Վարդանյանները ավելի քան 27 միլիարդ դրամ չեն վճարել պետբյուջե Փաշինյանի արտոնությամբ։ Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիա։ Եթե գտնվում է կապը, որ այդ ընկերությունները նվիրատվություն անելուց հետո կամ դրանից առաջ ստացել են այդ արտոնությունները, բնականաբար այո, սա կարելի է անվանել քաղաքական կոռուպցիա։ Ինչ վերաբերում են Փաշինյանը հո գործարարների սիրուն աչքերի համար չէ միլիարդների արտոնություններ շնորհել նրանց։ Ինֆոկոմը պարզել է, որ այդ խոշոր բիզնեսների փողերը, որոնք որպես հարկ պետք է մտնեին պետբյուջե, մտել են իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամ։ 12 միլիոն 150 հազար 420 Հայաստանի Հանրապետության դրամ 2023-ից 2024 թվականներին այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացածները նվիրատվություն կատարել քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը։ Այս թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նվիրատուների վերաբերյալ բավարար տվյալների բացակայության պատճառով ոչ բոլորին է հնարավոր նույնականացնել։ 95 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամ 2023-25 թվականներին այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացած գործարարների ընկերությունները նվիրաբերել Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին։ Սրանք միայն այն նվիրատուների նվիրատվություններն են, որոնք մենք կարողացել ենք նույնականացնել, ցանկում կան նաև անանուն նվիրատուներ։ Դու ինձ ես քեզ հայերեն թարգմանվում է, այսինքն դա կոռուպցիայի տեսակ է, եթե ապացուցվում է, որ դրա ուրեմն դրդապատճառը ինչ որ արտոնություններ ստանալն է եղել։ Ըստ Ինֆոկոմի վերջին 3 տարում քաղաքացիական պայմանագրի խոշոր նվիրատուներից է Ջերմուկ գրուպի տնօրենը։ ՔՊ-ի կուսակցության դրամահավաք երեկոյի ժամանակ կուսակցությանը 2 միլիոն 500 հազար դրամ կուսակցությանը նվիրաբերելուց մի քանի շաբաթ անց Ջերմուկ գրուպը ըստ լրատվամիջոցի ազատվել է ավելի քան 102 միլիոն դրամ մաքսատուրքից։ Ընկերության սեփականատերը Վահագն Արսենյանն է, որը 2025-ի հոկտեմբերին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ։ Ըստ Ինֆոկոմի ՔՊ-ի «Իմ քայլի» մյուս խոշոր նվիրատուներից են Spaykan, SAS-ը, Mobile Center Art-ը, Sunfood-ը, Pharmatech-ը և մի շարք այլ ընկերություններ։ Այս երևույթը դժբախտաբար Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետ Վարուժան Հոկտանյանը մի քանի տարբերակ է առանձնացնում, ինչ մոտիվացիայով կարող է գործարարը խոշոր նվիրատվություններ անել իշխող կուսակցությանը։ Առաջինը, անկախ ով է իշխող կուսակցություն, նրանք նվիրատվություն են անում, երկրորդը նրանք փոխկապակցված են տարբեր բարեկամական, քավոր սանիկական եւ այլ կապերով իշխող կուսակցության ղեկավարների հետ, եւ երրորդը նրանք գաղափարապես կիսում են իշխող կուսակցության գաղափարախոսությունը։ Շատ հավանական է, որ լինի նաև 4-րդ մոտիվը՝ հաշվենկատ քայլ իրենց եւ իրենց բիզնեսները ապահովագրելու համար։ Ես քեզ փող տամ, դու իմ բիզնեսին լավ նայես։ Լիլիթ Գասպարյան, Նորայր Շարբաթյան, Անի Ղանդիլյան, 100։